Ոչ 3 միլիոնը հարկավեր, ոչ 50,000-ը իմ տոնս եմ ուզում, թափարաշրջիկ ենք տերել։ Կարծում եք հեշտ է կյանքի 8-րդ տասնամյակի շեմին տուն ու տեղը, որդու շիրիմն ու հայրենիքը թողնելն ու անորոշության ճանապարհը բռնելը։ Հորդառատ անձրևին տիկին Էլմիրային ազատության հրապարակ նստացույցի անցած հայրենակիցների մոտ է բերել ընդհանուր ցավը։ Ոսկե ձիկնիկի նման կոտրալ տաշտակը ռաչիս, 50 տարի տոն եմ տերալ, տեղ եմ տերալ, եկալ ստեղ ապրում, մեկ որտեղ չինեմ, այս տեսնամ, տոն չորեմ, հեն եմ թորանս մոտ եմ ապրում։ Ես տանն եմ, բայց առանց տան ու տանիքի։ Արժանապատիվ կեցություն մինչև վերադարձի ապահովումը։ Մենք բեռ չենք, ներուժ ենք։ Արցախի հարցը փակված չէ, Արցախը վահաներ։ Այս գրություններն արցախցիները թողեցին կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պահանջելով վերանայել ծրագրերը, բնակարանների ապահովումից մինչև ֆինանսական աջակցության տրամադրում։ Եթե դուք իսկապես չեք հավատում, որ այդ 40+10 ուղղվում է միմիայն բնակվարձերի վճարմանը, ապա ես ձեզ մի առաջարկ ունեմ։ Եկեք դուք պայմանագիր կնքեք տանտերերի հետ եւ մեզ պետք չէ ձեր 40+10-ը։ Միանգամից վճարեք տանտերերին։ Արցախցիները տուն վերադառնալ են ուզում, սա է վերջնական նպատակը, ասում է նախկին պետնախարարը, բայց քանի դեռ մայր Հայաստանում են ուզում են արժանապատիվ պայմաններում ապրել։ Լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է մեզ համար, բայց կառավարությունը արդեն ընտրել է ցրիվ բնակության կամ ապակենտրոնացված բնակության սկզբունքը, իսկ եթե մենք ունենանք համայնքային բնակեցում, մենք կպահպանենք մեր ինքնությունը ավելի հեշտ եւ ավելի հեշտ կպայքարենք մեր հավաքական իրավունքների համար։ Ահա այս պատճառով նրանք նախընտրել են ապակենտրոնացված ցրիվ բնակեցումը։ Տարբեր հաշվարկներով Բեգլարյանի խոսքով արցախցիների 80%-ը ծայրահեղ աղքատ է, իսկ սա նշանակում է, որ այդ մարդկանց կայուն եկամտի հարցը պետք է լուծվի։ Հիմա, երբ կրճատվում է նաև բնակվարձի աջակցությունը, ուղղակի դուռ է բացվում արտագաղթի նոր ալիքի համար։ Որևէ կառավարություն, որևէ իշխանություն լավություն չի անում ժողովրդին կամ քաղաքացիներին որևէ ծրագիր անելիս։ Դա ցանկացած պաշտոնյայի պարտականությունն է, որպեսզի արդյունավետ աշխատի։ Երկրորդը, թափանցիկության մասով շատ լուրջ խնդիրներ կան, մենք որպես համայնք, այսպես ասեմ, կամ շահառուներ, մենք չենք տեսնում, թե ինչպես են ծախսվում այն գումարները, որոնք գալիս են, օրինակ, միջազգային հանրությունից։ Ասում եք միջև 5 միլիոն դրամ սերտիֆիկատի գումար եք տալիս։ Եկեք ես ձեզ մի առաջարկ ունեմ։ Մենք այդ 5 միլիոնը ձեզ ենք տալիս, դուք գնացեք ձեր այդ սահմանամերձ բնակավայրերում եւ բնակարան գնեք եւ աշխատեք։ Ինչպես եք մարդկանց ուղարկում սահմանամերձ գյուղեր, երբ սահմանամերձ գյուղում բնակվող տեղացին անգամ ինքը չի կարողանում գտնել աշխատանք։ Նախորդ շաբաթվա հանրահավաքից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 պահանջ ներկայացրեց Հայաստանի կառավարությանը։ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի ապահովումից մինչև քայլեր Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ։ Սոցիալական աջակցության հարցեր էր ներառում 12 կետանոց պահանջագիրը։ Կայուն եւ արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար, ներառյալ բնակվարձի աջակցության ծրագրի անվերապահ շարունակություն մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը։ Ակցիայի մասնակիցները կառավարությանը 1 շաբաթ ժամանակ են տվել արձագանքի համար։ Նստացույցը կշարունակվի։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։